Շնորհակալություն, բարև ձեզ։ Նախ եւ առաջ ցանկանում եմ բոլորից շնորհավորել Տիկնայք եւ Պարոնայք, ինչի որովհետեւ այսուհետ մենք կամ պիտակավորվելու ենք, կամ արդեն պիտակավորվելու ենք որպես այլախոհներ, ովքեր կեղծ օրակարգերի, կեղծ ժողովրդավարության գաղափարները չեն կիսում եւ համաձայն չեն իշխող ռեժիմի տեսակետների հետ։ Շատ ցավալի է իրականությունը, որտեղ մենք ապրում ենք, որ մեր ձեռք բերած փխրուն ժողովրդավարությունը ամենօրյա ռեժիմով տարատեսակ հարվածներ են հասցվում եւ ժողովրդավարության բաստիոնի պահապանները արդեն շատ երկար ժամանակ է իջել են իրենց բաստիոնից եւ զբաղված են այդ ժողովրդավարության բաստիոնը քանդելու աշխատանքներով։ Հայաստանում WhatsApp-ի միջոցով արդեն դատական իշխանության ներկայացուցիչ է պաշտոնակարգվում, ուղիղ միաձուլված կապ կա խորհրդարանական իշխանության եւ կառավարության միջև, պատգամավորները եւս WhatsApp-ով են հրաժարական տալիս։ Ու երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ես առաջին հերթին պատկերացնում եմ ինստիտուտներ, որոնք միմյանցից անկախ ինքնուրույն գործունեություն են ծավալում, հաշվետու են միմյանց, որը իրոք արդեն իսկ բացակայում է մեզ մոտ։ Եվ այն խոսքերը, որ հնչեցվում են, որ կառավարությունը ես եմ, արդեն իցուց է դնում այստեղ միաձուլման մակարդակը, որ որևէ մեկը իզորու չէ եւ ի վիճակի չէ որևէ նախագծի, աշխատանքի կամ գործի համար ասելու ոչ։ Միջազգային կոնֆերանսներից մեկի ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպանները 3-ը, որոնցից մեկը սպանվեց Թուրքիայում, մյուսը ուղղակիորեն ձերբակալված է, իսկ մյուսի գտնվելու վայրը անհայտ, երկրից դուրս էին գործունեություն ծավալում ու իրենց մոտ ընդրական գործընթացներում տեսախցիկները նոր էին ներդրվել։ Հարցրեցինք, իսկ արդյոք ինչ-որ փոփոխություն եղել է, ասին միջև այդ տեսախցիկների, առանց տեսախցիկների էին մարդկանց ծեծում եւ ոտնահարում մարդու իրավունքները, հիմա տեսախցիկների տակ է այդ ամեն ինչը կատարվում։ Ու բարի նախանձով էին նայում մեզ, որ մենք ժողովրդավարության ճանապարհն ենք բռնել։ Հիմա այլևս անգամ իրենք երկնքում կամ երկրի վրա նախանձելու որևէ բան չունեն այս պահին ու սա մի իրավիճակ է, որ մենք այն փոքրուն ձեռքբերումը, որը ունեինք ու փորձում էինք հպարտանալ եւ արժանապատվորեն հայտարարում ենք, այո, մենք այս ճանապարհն ենք բռնել ու բարդությունների ճանապարհով անցնելով միևնույն է հաստատակամորեն գնալու ենք, պայքարելու ենք։ Ինքս էլ 2017-ից զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ, ղեկավարելով հասարակական կազմակերպություն եւ ակտիվորեն ներգրաված լինելով դիտորդական առաքելություններում գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ինքնին վստահ է, որ հնարավոր է այս պայքարը տանել։ Հիմա էլ եմ վստահ, որովհետեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը դա շարունակական է եւ եթե մենք մի պահ նահանջենք, ուրեմն կնշանակի, որ կկորցնենք այդ ամեն ինչը, որովհետեւ որևէ իշխանություն, երբ իր մասով չկա ճնշում ու ունի շատ բարձր ռեյտինգ, ապա ազատությունները շատ են լինում։ 2018 թվականը վկա։ Իսկ դրանից հետո երբ որ ռեյտինգը ավելի է ցածրանում, պարզ է, որ ազատությունների մակարդակը սահմանափակվելու է եւ մենք ժողովրդավարությունից բռնելու ենք դեպի ավտորիտարիզմ գնացող ընթացքը։ Այստեղ կուզենայի խոսել նաեւ որոշակի ընտրական գործընթացներում արդեն իսկ ցուցաբերված մտավախություն առաջացնող շատ քայլերի մասին։ Առաջինը օրինակ տեղական ինքնակառավարման մակարդակում տեղական ժողովրդավարությունը ինքնին ժողովրդավարության ցուցիչներից մեկն է։ Վեդիում, Ալավերդիում, տարբեր համայնքներում նշանակվում էին ժամանակավոր պաշտոնակատարներ, ու սա գործիքակազմ է դարձել, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցանկալի տեխնացուն դառնում է ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորություն է ստանում վարչական ռեսուրսների գործադրմամբ միջև ընտրությունները կարողանալ հաղթանակ տանել։ Սա ինչպես է արվում, երբ որ նայում ենք տեղական ինքնակառավարման մարմինների պլանները, տեսնում ենք, որ իրենք ծրագրեր ունեն 5 տարվա համար, բայց ընտրություններից առաջ 5 տարվա պլանը որոշակիորեն կատարում եւ գերակատարում են, ամբողջը կենտրոնացվում է հենց այդ ժամանակավոր պաշտոնակատարի հեղինակությունը բարձրացնելու վրա ու իհարկե ամբողջ վարչական լծակները իր տրամադրության տակ են հայտնվում։
Եվ սրա միջոցով ունենք հենց նույն վեդի դեպքը, Վանաձորի դեպքը, երբ որ ընդդիմադիր տեխնացուի հաղթանակից հետո նրանք ուղղակիորեն կալանավորվում են եւ նորից նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար։ Այս վարչական ռեսուրսների համախմբումը ամբողջականորեն իշխանության ձեռքերում ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են ել ավելի մեծ վարչական ռեսուրսների չարաշահմամբ, որը իհարկե օրենքով պատժելի արարք է եւ ժողովրդավարության հիմքերին ուղիղ խարված։ Ու հենց սրա միջոցով է, որ իրենք արդեն իսկ մրցակցային անհավասար առավելություն ունեն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք եւս ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին։ Դրանից բացի հանրային տարբեր ռեսուրսներ, մասնավորապես հանրային հեռուստաընկերությունը անընդհատ լուսաբանում է եւ մեծամասշտաբ ձևով լուսաբանում է իշխող կուսակցության գաղափարական թեզերը, ներկայացնում է ամբողջությամբ դրական լույսի ներքո անընդհատ առանց քննադատության եւ շատ ընդդիմադիրներ, ում որ նաեւ ես շնորհավորեցի այլախոհ լինելու համար, այլևս մուտք չունեն, հրավերներ չունեն այդ դահլիճ տաղավար, որպեսզի կարողանան իրենց տեսակետները եւ դիրքորոշումը հայտնել։ Նույն կրթվելը նորաձև է շարժումը, որ պետական բյուջեից էր ֆինանսավորում եւ այլն, այսինքն պետական բյուջեն դարձել է իրենց դուքյանը, որը կարելի է ծառայեցնել սեփական գաղափարները ներկայացնելու եւ մրցակից բոլոր կուսակցությունների հանդեպ անարդար առավելություն ստանալու համար։ Սա ներկայացնում է, որ մենք ընտրության ենք գնալու 2026-ին արդեն իսկ անհավասար եւ անարդար այնպիսի պայմաններում, որտեղ իշխող կուսակցությունը պետական ռեսուրսների, տեղական ինքնակառավարում մարմինների ռեսուրսների միջոցով արդեն իսկ անարդար առավելություն ունի մյուսների նկատմամբ։ Ու իհարկե պետական պաշտոններին իրենց կամակատարներին ներգրավելը եւս մեկ անգամ ցույց է դնում, որ այլ կարծիք չունենալը եւս ցույց է տալիս, որ այս ամբողջ ռեսուրսները ծառայեցվելու են միայն իրենց գաղափարական ուղղությունը պաշտպանելուն, ու սրանից բացի արդեն մեկ այլ ուղղություն է քաղաքական բանտարկյալներ ունենալը, ու օր-օրի գնալով այս թիվը մեծանում է։ Մարդուն, ով մեկ արտահայտություն է անում եկեղեցուն պաշտպանելու համար, միանգամից կալանավորում է իրականացվում, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, այնուհետև եկեղեցականների նկատմամբ, ովքեր կեղծորակարգի հետ համաձայն չեն, այլ կարծիք ունեն, այլ տեսակետ ունեն, մարդիկ, ովքեր ուղղակի քաղաքացի են եւ անհայտ կորածի բարեկամ են, մտերիմ են, կարծիք են հայտնում, տեսակետ են հայտնում, բողոքի միջոցառում են իրականացնում, եւս կալանավորում են։ Մենք ունենք վրեժխնդրությամբ լցված, երբ որ ասում են իշխանությունը ռևանշիստները գլուխ չբարձրացնեն, առաջին ռևանշիստը իրենք են, որ բոլոր այլ կարծիք ունեցողների հանդեպ վրեժխնդրությամբ լցված կալանավորումներ են իրականացնում, ու ես մտածում եմ, որ շուտով դրանց թիվը ուղղակիորեն ավելանալու է այդ կալանավորումների, ու ինչու ոչ նաև ընդդիմության շրջանակներից շատերը կկալանավորվեն 26-ից առաջ, որպես մեկ այլ գործիք առավելություն ստանալու։ Ու մի փոքր էլ կցանկանայի քաղաքացիական մասին ասել, որ քաղաքացիական հասարակությունը բազմաշերտ է, այո, կան հասարակական կազմակերպություններ, որոնք սերտորեն կապված են քաղաքական իշխանության հետ եւ շատ հաճախ մենք ներկայացնում ենք քաղաքացիական հասարակությունը իրենց դեմքով, բայց ոչ, ինքս էլ ղեկավարել եմ մի կազմակերպություն եւ գիտեմ շատ այլ կազմակերպությունների, ու որոնք որ չեն սպասարկում քաղաքական իշխանությանը եւ երբեք էլ չեն սպասարկել ու կարողացել են գնահատականներ տալ, որոնք եղել են իրոք արդարացի, սակայն նրանց ձայնը չլսված է։ Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Ու քաղաքացիական հասարակությունը նաև միայն ՀԿ-ները չեն, կան ակտիվ քաղաքացիներ, տարբեր միություններ, խմբեր, որոնք եւս քաղաքացիական հասարակության մասն են եւ իրենց ձայնը եւս պետք է լսելի դարձնել, որպեսզի չստացվի այնպես, որ մենք ընդհանրապես չունենք քաղաքացիական հասարակություն։ Ունենք, բայց նա եւս ունի շատ մեծ խնդիրներ, ու այն կազմակերպությունները, որոնք քասկեղի նման հայտնվել են ու հենց քաղաքացիական հիմքերն են թույլատնում են նաեւ ընդհանուր ժողովրդավարության վիճակը։ Այո, պետք է պայքարել, պետք է շարունակական գործընթացը առաջ տանել, որպեսզի մենք ունենանք իրական ժողովրդավարություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Չկա։